Ողջույն, ամիսներ առաջ էր, որ քաղաքացիական պայմանագրի բոլոր падգամավորները, բոլորը վերից վար գոռում էին, որ բացահայտել են ահաբեկչություն, տերորիզմ, ասա, բռնեք, բան, հայ, բույ, վառում են ավտոբուսը, չգիտեմ ինչ, եսիմ ինչ, ու հետո հաջորդ էտապում սկսեցին ասել, որ այդ նույն գոռալով, ստատուսներով, լայվերով, եթերներով, գնում են եթերներ, հեմեք բան, բոլոր քաղաքական ուժերը ահաբեկիչներ են, տերորիզմ են աջակցում, ահաբեկիչ եք, դուք ահաբեկիչներ եք, ես ինչ եք անում, բան, եւ այլընտրանքը կամ ԿՊՆ-ը կամ ահաբեկչությամբ զբաղվողները։ Ահա, ժողովուրդ ջան, նայեք, էսա սիտուացիան, սա է իրավիճակը, դուք որոշեք, դա համար պետք է էլի մեզ ընտրեք, դա համար պետք է էլի մեր հետ լինեք, բան։ Պարզվեց ինչ եղավ, այդ Բագրատ Սրբազանի գործի մասին եմ ասում էլի։ Գործը գնաց դատարան, հետո պարզվեց, որ ձայնագրություններն իրար կպցրած էր, հետո որ շատ լավ նայում ես գործը, լավագույն դեպքում կարող էին, չգիտեմ, զանգվածային անկարգությունների, ինչ որ որակում տան, որը էլի դատանում կփլուզվեր, բան, բայց չէ, իրանք դրել են ահաբեկչությունով գործը տանում էին, որ բոլոր քաղաքական ուժերին մեղադրեն ահաբեկչության մեջ։ Ամբողջությամբ սուտ, կեղծիք, կեղծված նյութեր եւ հիմա գործը դատարանում է, դենց կգնա, բայց իրենց առօրյա խնդիրը ինչ էին ուզում անեն։ Ուզում էին լուծեին, առօրյա խնդիրը ո՞րն է, որ ժողովուրդ ջան, կամ գնում եք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին ԿՊ-ին, կամ հակառակ կողմում, հակառակ քաղաքական դաշտում բոլորը ահաբեկիչներ են, բոլորը, ասենք, Մարուքյանն էլ ահաբեկիչ, սա ում գիտեք դուք, ահաբեկչությունա տեղի ունենում, վախեցեք դրանցից, բոլոր քաղաքական ուժերից վախեցեք։ Հիմա ինչ է արվում, հենց հիմա Վարդան Ղուկասյանի գործից եմ ուզում խոսեմ։ Վարդան Ղուկասյանին երեք կալանավորեցին, այդ եկամ մի հատ շոու էր Գյումրիում, կարող էին չէ՞ ծանուցագիր ուղարկել, հրավիրել հակակոռուպցիոն կոմիտե, ինքը չէր գնա, նոր կգնային բերման ենթարկել, չէ, մեծ շոու, ոստիկանական զորքեր, բան այնտեղ դուր ջարդել, բան հետևի մուտքից վազելով գնում են, ես իմ հետ ինչի մասին էր։ Բայց դա մի կողմ, այսինքն ինչ որ մեղադրանք է, որ ինքը ուզելա կաշառ, կա ձայնագրություններ, շեմ ԱԹՍ-ով են նկարում, բայց ասում եք բանակի համար ԱԹՍ-ի խնդրեմ ունենք, հիմա մարդ ձայնագրում են ԱԹՍ-ի խնդրեմ չունենք։ Հետո փաստաբան Զորի Փոստանջյանն ասում է, որ մարդը քաղաքապետ դառնալու հաջորդ օրվանից ձայնագրվել, դատան են մտել հաջորդ օրվանից տեսանկարանում ներքին դիտում, արտաքին դիտում, ձայնագրել բոլոր տեղերում, մեքենայի մեջ, ծովում, ջրում, ցամաքում, կոսմոսում, ամենտեղ ձայնագրել։ ԿՊ-ի որ պաշտոնյային են տես ձայնագրում, որ ու այդ ռեսուրսում վրա է կիրառվում։ Միայն ասենք ընդդիմության վրա, չէ՞, բայց հիմա գնանք առաջ։ Ինչա տեղի ունեցել։ Հիմա իրան գոռում են բոլորով, որ բոլոր քաղաքական ուժերը, բոլորը աջակցում են կաշառակերին, կաշառակերը, անմեղության կանխավարկած չկար առաջի դեպքում, ահաբեկիչ չի, տերորիզմը կա, չկա, Բագրատ Սրբազանը տես բան ասելա, չի ասել, հետի մարդիկ ասել են, չի ասել, բոլորը կալանավորված են, բան անմեղության կանխավարկած գոյություն չունի, այսինքն ֆիքսում են, ի սկզբանե որ նա էտա ինքը դա արել է, վեր դա չի քննարկվում։ Հետո բոլորին դնում են այդ նույն բանի արկղի մեջ։ Հիմա Վարդան Ղուկասյանի գործով բոլորը կաշառակեր են, բոլոր քաղաքական ուժերը կաշառակերությունը աջակցում են, բոլորը կաշառակերների կողմնակիցներն են եւ կաշառքը չեն դատապարտում, բան չգիտեմ ինչ։ Ժորժ ջան, այս ամեն ինչը մի բանի համար արվում, որ էլի ասեն ու ասում են, եթե նայեք ասում են, որ մեր այլընտրանքը, քաղաքական այլընտրանքը կաշառակերներն են։ Ահա ասում է Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը իրար միացան Գյումրիում եւ ահա ծնվեց այս կաշառքը, այս կաշառակերությունը, բան, սիրելի հայրենակիցներ։ 7 տարի անցել, արդեն հա 8-րդ տարին է լրանում այս իշխանության եւ 8 տարի անց իրանք դեռ շարունակում են խոսել նախկին իշխանությունների կաշառակերության կոռուպցիայի համար։ Սերժ Սարգսյանը տալիս եք, Ռոբերտ Քոչարյանը տալիս եք, նրանց թիմերի անունը տալիս եք, Ժորժ ջան, դուք եք ձեր ձեռքին է ամեն ինչ, ամեն մեխանիզմ ձեր ձեռքին է։ Հեմ եկով նրանց դատերը լուսաբանում եք, որ ժողովրդին ցույց տաք, որ նայեք ժողովուրդ այլընտրանքը իրանք են, հետ են գալի, վախեցեք, եկեք մեզ ընտրեք, բան։ Այս վախի քարոզչությունը եւ բոլորին դնել մի արխի մեջ, սա ինչ է, սա հա սրիկաները, ինչ որ Ռուբինյանը գրում, սրիկաներին չգիտեմ ինչ բան։ Ռուբինյան, ձեր թիմի մասին ինչ կասես։ Այն որ կոռուպցիոն գործը բացվել էր արդեն, որ պետք է արդեն ուժեղ մի հատ sense գմփուն դուրս գար, հետո մարդը դարավ ցեղասպանության, հայոց ցեղասպանության ուրացման գծով, ասենք գլխավոր խոսացողը ու всё, գործի մասին որը խոսակցություն չկա։ Այդ գործից ինչ կասեք։ Կարան օրինակ Ավինյանին ամեն օր հենց տեսանկարը հանեն, ներքին դիտում անեն, արտաքին դիտում անեն, կաբինետի մոտ նկարեն, ուր գնա նկարեն, լսեն, կամ ձեր որևէ նախարարի, որևէ ձեր թիմի։ Գնացել է համեք ասում է մեր թիմից են մարդիկ բռնել, ձեր թիմից ում են բռնել։ Մի հատ մարդ ասեք, որ ձեր թիմից բռնել են։ Եվ ի՞նչ է տեղի ունենում։
իրանց թիմից ում վերաբերյալ նյութ կա, հայտնվում է թիմի ղեկավարի սեղանին։ Թիմի ղեկավարը ասում է էս արա կամ այն արա, մանդատը դիր սենց արա, եթե այդ մարդը ենթարկվում է, կարող է նա ապագայում ունենա պաշտոններ կամ չունենա պաշտոններ, բայց կոնկրետ որևէ խնդիր չի ունենում։ Եթե այդ մարդը չի ենթարկվում, ինչա տեղի ունենում, օրինակ Հովիկ Աղազյանի պարագայում, չի ենթարկվում, սկսում է հետապնդումները, մարդու մանդատը դիր չի դնում, դե չենթարկվեց, չէ՞ ասել։ Եվ շարունակվում է այս process-ը, հիմա ասենք այդ մարդը բանա, օպոզիցիայի մեջ է, հետապնդվող է եւ այլն եւ այլն։ Հիմա մենք ինչ իմանանք, քանի թիմակցի դեմա դրվել այդ պապկեն, ու նրանք ենթարկվել են, ու ինչ իմանանք, թե էլ ինչեր կա, էլ ինչերա կատարվում։ Իմ այս եթերի իմաստն է, որ ժողովուրդ ջան, բոլոր քաղաքական ուժերը Վարդան Ղուկասյանին չեն աջակցել Գյումրի ընտրություններում, եւ Գյումրի ընտրությունները դա իրանց մասին է, դա ԿՊ-ի ստեղծած, ԿՊ-ի ձևավորած քաղաքական համակարգի արդյունք է։ Դա ԿՊ-ն է դրա հեղինակը, որ հետո այդ նկարը վեկալեն գնան գյուղ, ասեն նայեք, կամ մենք ենք ընտրվում, կամ էսա։ Իրականությունը հետեւյալն է, Գյումրիում եղել է կոալիցիոն ձևավորված կառավարում։ Այդ կոալիցիոն ձևավորված կառավարման մեջ, որ դուք նայեք, ու ամբողջ Գյումրին չի գնացել Վարդան Ղուկասյանը ընտրել։ Բայց միևնույն ժամանակ դա էլ մի կողմ, լավ, ժողովուրդ ջան, անմեղության կանխավարկած գոյություն ունի, թե գոյություն չունի։ Եթե կա շարքահուսել, բնականաբար կապացուցեք, կդատվի։ Բայց այդ զվուկը բարձրացած գոռալ ամբողջ քաղաքական դաշտով մեկ, որ բոլորը կաշառակեր են աջակցում, բոլորը կաշառակեր են, բոլորը միանման են, եւ ահա մեր այլընտրանքը սա է, ժողովուրդ ջան, նայեք, ժողովուրդ ջան, իրանց այլընտրանքը դա չի։ Դա իրանց այլընտրանքը չի։ Դա իրանց լինելիության պատճառն է։ Այսինքն իրանք այդ պատճառով է որ կան, որովհետև երկիրը վատ էր կառավարվում, կոռուպցիա կար, թալան կար, եղավ հեղափոխություն։ Իրանք եկան։ Կոռուպցիոներները, թալանչիները չդատվեցին։ Ոչ մի բան նրանց հետ չեղավ։ Նրանց ցեցին զբաղվել քաղաքականությամբ, նրանց ցեցին զբաղվել տարբեր պաշտոններով ընտրվել, քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում, եւ իրանք սարքեցին իրանց այլընտրանքը կոռուպցիոներներին եւ թալանչիներին, որ ոչ մի առողջ ուժ, ոչ մի մաքուր ուժ վերջին 10 տարվա, 5 տարվա, 6 տարվա, 7 տարվա, 2 տարվա ստեղծված չկարողանա դառնալ այլընտրանք, իրանք անընդհատ առաջ են քաշում այս թալանը, գողությունը, բանը, էսը, այնը, գուբերնիան, չգիտեմ, ռուսները, ես իմ ինչ է։ Հիմա ինչի համար եմ ես ամեն ինչ ձեզ համար խոսում։ Որ ժողովուրդ ջան հասկանաք, որ այդ չի, որ էս չի, այլընտրանքը քաղաքական է, իշխող ուժի, նախկինները չեն, նախկին որևէ քաղաքապետ, նախկին որևէ, չգիտեմ, որ հազար ու մի պատմության մեջ հայտնված մարդիկ չեն։ Իրանք են այս քաղաքական համակարգը ասենց ապականել, որ ցույց տան, որ իրանց այլընտրանքը նրանք են։ Մի տրվեք բացարձակապես այս ռոպագանդային։ Ես սրիկայություն է գոռալ, որ բոլորը աջակցում են կաշառակերությունը։ Սրիկայություն է գոռալ, որ բոլորը կոռումպացված են։ Սրիկայություն է գոռալ, որ բոլորը ահաբեկչությունը աջակցում են։ Ուր է ահաբեկչություն։ Ով է ահաբեկչությունը աջակցում։ Ով։ Եթե կաշառակերություն կա, կաշառակերություն լինում է իշխանության մեջ։ Մի հատ մարդ ասեք, որ քաղաք պայմանագրի նեղ թիմից բռնվել է կաշառակերության գործով, կոռուպցիայի գործով։ Դուք ուզում եք ասեք, որ դա չկա։ Մի հատ գնացեք, նայեք ձեր հայտարարագրերը։ Գնացեք նայեք ձեր հայտարարագրերը։ Հարսանիք եք անում, ես իմ քանի հյուր գրում, որ դեմը փող գրեք, այդ փողը բերեք, օրինականացնեք, լեգիտիմացնեք։ Ծնունդ եք անում, որ դեմը փող գրեք, այսքան մարդ ծնունդիս եկել է, այսքան փողա բերեք, լեգիտիմացնեք։ Բայց ի՞նչ եք փողերի լվացումով բռնում այդ մարդկանց։ Հա։ Այդ ոնց եղավ որ ասենք այդքան որ նայ մեր աչքի առաջ են, էլա խր մեր աչքի առաջ է այս ամեն ինչը եղել։ Մենք հո տեսել ենք ով ինչա ունեցել ու ով ինչ ունի։ Էս ինչ եք ստից հել է գոռում բանը, բռնեք գողին գոռացողներն ամենամեծ գողավազակներն են, ամենամեծ թալանչիներն են։ Մտեք հետաքնող լրագրողների կայք, ծերից ծեր կոռուպցիոն ձեր թալանի մասին նյութերա։ Մի հատ մեկին այդ դրա կասկածվող մեկին ամեն օր տեսանկարել ներքին դիտում, արտաքին դիտում մեքենայում ձայնագրություն բան արել եք թե չեք արել։ Ուրա գոյություն չունի, այսինքն օրենքը ընտրողաբար է կիրառվում։ Իրանց թիմին թողում են թալանեն, նախկին թալանչիներին չեն դատում, որ բերեն ցույց տան ասեն, նայեք, եթե մենք չենք նախկին թալանչիներն են գալու, ու ժողովրդին ահաբեկում, որ ժողովուրդ ջան, էսա, տարբերակ չկա, այլընտրանք չկա, պետք է մեզ ընտրեք։ Ժողովուրդ ջան, այլընտրանք կա, պետք է իրանց մերժել։ Իրանք այդ նախկին համակարգի շարունակությունն են։ Արտաքին քաղաքականության մեջ են այդ նույն բաներն անում, ոնց որ նախկինում ա եղել։ Ներքին քաղաքականությամբ էլ նույնը։ Եվ դրա համար էլ երկիրն է սորինը։ Պետք է իրանց մերժել։ Եվ իրանց այլընտրանքը մենք ենք եւ կան մեր նման էլի բազմաթիվ առողջ ուժեր, որ կարելի է նրանց շուրջը համախմբվել, կանգնել եւ փոխել այս ամեն ինչը։
Հերիք ամեն օր մի հատ ասենք բան կոռումպացված մեկին բռնեք, ասեք, հեսա, բռնել ենք, ահա բան, բոլորը սրան աջակցում են, բոլորը սրա կողմից են, էսեն են։ Դուք կերազեք, որ բոլորը կոռուպցիան աջակցեն, որ դուք ասեք, բան, այլ ընտրանքը մենք ենք։ Դուք կերազեք, որ բոլորը լինեն ահաբեկիչ, եւ դուք ասեք, մենք ահաբեկիչ չենք, դե եկեք մեզ ընտրեք։ Բայց այդպես չի, չէ։ Այդպես չի, սև ու սպիտակ չէ տանդեր դաշտը։ 8 տարի անցել է, շարունակում եք ձեր սև ու սպիտակը բաժանել։ Ես պնդում եմ, որ բոլոր մարդիկ, ովքեր ձերբակալվել են, անմեղ են, քանի դեռ նրանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա։ Ես պնդում եմ, որ դուք սահմանադրությունը ամեն օր խախտում եք եւ սրիկայություններ եք անում այդ սահմանադրությունը ամեն օր խախտելով։ Այդ որ Ռուբինյանը ամեն երկրորդ բառն ասում է սրիկա, այդ սրիկայությունները դուք եք անում։ Ամեն երկրորդ բառ այդ սրիկա բառը օգտագործելով, դա ձեր վրա եք կիրառել։ Ձեր վրա է դա գալիս։ Սա է ուզում ասել Ժորժ ջան, իմացեք կա այլ ընտրանք։ Չխաբվեք, ուժեղ գոռում են, հազարած ստատուս են գրում, բան, մի ամիս հետո էս գործն է, sense ոնց որ գնացել է Բագրատ Սրբազանած գործի պես, sense գնալու է արխիվ, բայց ռոպագանդան իր գործը անում է, սրա մասին է։ Եվ ամեն անգամ այդ գորգորոսներից հետո մի հատ ինչ որ բան է տեղի ունենում։ Օրինակ անցած անգամ ինչա տեղի ունեցել։ Միջանցք են հանձնել։ Հիմա ինչա տեղի ունենալու։ Դե սպասենք տենենք ինչա տեղի ունենալու։ Բայց արդյոք պետքա սպասենք, թե պետքա իրար գլուխ գանք, համախմբենք, մի հատ ինչ որ բան անենք, այս սրանց ընտրությունների միջոցով տուն ուղարկենք, բրցնենք։ Կամ ասենք Գյումրի քաղաքապետարանի դիմաց մարդիկ են ձերբակալվել, ասենք այնտեղ ես տեսանյութերը նայում եմ բազմաթիվ անմեղ մարդիկ, բազմաթիվ անմեղ մարդիկ ձերբակալվել են, հիմա էլ են հին նախկին հոդված կարել, որ Սերժի վաղ դնում էին ոստիկանության օրինական հրահանգներին չընթարկվել։ Իա, այս Նիկոլ Փաշինյանի օրոք այս նույն Սերժի այդ հոդվածը կիրառում եք, հա, այս նույն հոդվածը կիրառում եք մարդկանց բռնում եք, հա։ Դուք ամոթ չունեք, աբուր չունեք։ Այս ինչ օրենքի եւ արդարադատության ընտրողաբար ավելի մեղմ ձևակերպումներն են, ընտրողաբար կիրառելիություն է։ Իսկ իրականության մեջ դա սրիկայություն է։ Ստահակներին է, ասում եմ, բանա երրորդ ճանապարհը չգիտեմ ինչ են արել, բանը կերազեք դուք որ երրորդ ճանապարհը լինի, բան անեք, երրորդ ճանապարհը լինի, որտեվ կլինի արդարություն, կլինի արդարություն։ Լավ, ել չեմ ուզում երկարացնեմ, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ տարածեք, միացեք մեր ալիքին։ Դե Պետրոսի մոտո չեն հրավիրի մեզ, հա, այս էլ ասեմ ու ասենք Պետրոսը 2 տարի է եթեր չի հրավիրում, սիրելի հայրենակիցներ։ Պետրոս Ղազարյանը 2 տարի է եթեր չի հրավիրում։ Հանրային հեռուստաընկերությունը դառնա քաղաքացիական պայմանագրի պաշտոնաթուղթը։ Անդադար Պետրոսի հյուրերն են քաղաքապայմանագրի падգամավորները ու իրանց ռոպագանդիստները, իրանց ռոպագանդայով զբաղվող մարդիկ։ Արադ լեռը մեր սրբությունը պրծողները, Արադ լեռը մեր կնիկների զինանշանի վրից հանելու լոբինգ անողները, ցեղասպանությունը ուրացողները, Զանգեզուրի միջանցք տվողները, ամեն օր այդ եթերներում են այդ մարդիկ, որ գոռան, որ այ թալանչիները, կոռուպցիոներները, ահաբեկիչներն են մեր այլընտրանքները, փրկեք ժողովուրդ ջան, եկեք մեզ ընտրեք, բանից բան, լգլեք հալով բանով։ Ամոթ է, գեդինը չեք մտնում դուք։ Թե բա Վարդան Ղուկասյանը չգիտեմ ինչ։ Դուք դա Վարդան Ղուկասյանը որտեղից է հայտնվել։ Խիկար Վարդան Ղուկասյանը, մի հատ տեսեք այդից։ Եկուցել ասել են բանն է։ Նախկինները էլի հետ են գալի։ Աբսուրդ է սա։ Լավ, որ նորից նույն բաները չասեմ, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը։ Միացեք, գրեք կոմենտներում ձեր կարծիքը։ Եվ ամենակարևորը չվախենաք, չտրվեք այս ռոպագանդային։ Բարձր գոռում են, տակը բան չկա։ Էլեկտորալ իմաստով ջախջախված խայտարակ վիճակում են։ Էլեկտորալ իմաստով հալ չկա վրեքները, հալ։ Այն որ չգիտեն էլ ինչ անեն, այն որ էլ չգիտեն էլ ոնց խոսանել, ում բռնեն, ում լսեն, ինչ սարքեն, ինչ գործ սարքեն, ինչ կեղծեն, որ կարողանան ձեզ համոզել, որ էլ եկեք մեզ ընտրեք։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Լավ եղեք։